Բարի լույս, շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, ես եւ շատ սիրելի Ադրինեն ուրախ ենք ողջունել ձեզ, մենք ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր եւ շատ լուսավոր եթեր ու առաջարկում ենք միանալ մեզ։ Բարի լույս, սիրելի Ադրինե։ Բարի լույս, գեղեցկուհիս, բարի առավոտ, նաեւ մեր թանկագին հեռուստադիտողին ողջունում ենք ձեզ, ասում ենք ինչպես միշտ միացեք մեզ, որպեսզի այս 2 ժամը փորձենք միասին բարձր տրամադրություն ունենալ։ Աշխատանքային շաբաթը ամփոփում ենք միասին աղջիկներով, այսօրվա եթերը շատ աղջիկական է մեզ մոտ, այնպես որ հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետև իսկապես շատ հետաքրքիր խոհանոցով, հետաքրքիր հյուրերով, հետաքրքիր տեղեկատվությամբ, հետաքրքիր եթեր ենք պատրաստել։ Այսօր արդեն մայիսի 30-ն է, օրը ուրբաթ եւ ընդամենը 1 օր ու արդեն կիրակի օրը կդիմավորենք ամառը, այդքան սպասված բոլորիս կողմից եւ այդքան սիրելի, եւ ես վստահ եմ, որ բոլորս անհամբեր ենք, հատկապես որ այսօր եղանակը կրկին մի փոքր մռայլ է եւ հուսանք, որ իհարկե կանխատեսումներ կան, որ ամռանը մի փոքր գուցե անձրևային լինի, բայց ես շատ հուսով եմ, որ բոլորիս տրամադրությունը առաջին հերթին եղանակով պայմանավորված շատ բարձր կլինի։ Հուսանք հենց այդպես էլ կլինի, արևը կշողա եւ մենք չենք տխրի հաստատ, ամառը կվայելենք ողջ իր շուքով եւ իհարկե անձրևներն էլ շատ տեղին են, ինչու ոչ, թող վերջին իր այսպես հետքն էլ թողնի, այնուհետեւ ամեն բան շատ լավ կլինի։ Դե ինչ, այսօր մայիսի 30-ն է եւ անդրադառնալով օրվա հոբելյարներին առաջարկում եմ հենց հիմա շնորհավորել ռեժիսոր, մեր շատ լավ գործընկեր Վահե Հարությունյանի ծննդյան օրը, այսօր նա տոնում է իր տարեդարձը եւ սրտանց մաղթել ամենալավն ու բարին եւ տոնական, այսպես շատ բարձր տրամադրությամբ օր։ Ճիշտ է, Սոնա ջան, ես էլ միանամ քո շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին, Վահե ջան, ամենայն բարիք, ամենագլխավորը առողջություն, հաջողություն, ստեղծագործական միտք եւ բոլոր այն երազանքներն ու նպատակները, որ կան քո սրտի խորքում, թող ի կատարածվեն։ Մենք քեզ շատ սիրում ենք եւ լավ օր ենք մաղթում։ Դե ինչ, քանի որ իմ շատ սիրելի գործընկերը Սուրենը այսօր տաղավարում չի լինի, իր գործը կստանձնեմ ես եւ հենց հիմա կտեղափոխվենք Երևանի երթևեկություն եւ կհասկանանք, թե մայրաքաղաքում ուրբաթ առավոտը ինչպիսինն է։ Եւ այսպես, ոչ շատ թեթև, բայց ոչ էլ շատ այդպես խցանումներով լի է, բարեկամությունում փոքրիկ խցանումներ կան, չգիտեմ ինչով է պայմանավորված, որովհետև վթար չկա, երևի թե լուսացույցով է պայմանավորված։ Արաբկիրի շրջանը ինչպես միշտ շատ խցանված է, Կոմիտասում խցանումները շատ են, բայց էլի վթար գոնե թե չենք տեսնում այս պահի դրությամբ։ Եվ Սարալանջի հատվածը բավականաչափ խցանված է, փոքր կենտրոնը շատ խցանված է, էլի փառք Աստծո վթարներ չկան։ Երրորդ մասի հատվածում կրկին կա խցանու, Իսակովի պողոտայում կա վթար, այսօր պարզվեց վթարներից ամեն դեպքում խուսափել չստացվեց եւ այստեղ պայմանավորված ահա 2 վթար ենք տեսնում եւ ամբողջությամբ հենց այդ փողոցը խցանված է այս պայդրությամբ, եթե հնարավորություն ունեք շրջանցեք սիրելի հեռուստադիտողներ եւ երրորդ մասի հատվածում արդեն ասացի, որ խցանումներ կան, մասիվ էլ բարձրանանք եւ երևի թե այս ժամի համար այսքանը կլինի։ Ազատության պողոտան բավականաչափ խցանված է, իդեպ Ազատության պողոտայում վերջերս խցանումները շատ են լինում, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց քաղաքի տարբեր հատվածներում կան նաեւ շինարարական աշխատանքներ, երևի դրանով եւս պայմանավորված է։ Դե երևի թե այս ժամի համար այսքանը, Սարալանջը երևի այս ժամին ամենախցանվածն է։ Եթե հնարավորություն ունեք սիրելի հեռուստադիտողներ, անպայման շրջանցեք։ Եվ ես առաջարկում եմ հիմա ծանոթանանք նաև օրվա բաղադրատոմսին, քանի դու իմ կողքին ես եւ պատմիր ինչ ենք ուտելու ուրբաթ առավոտյան։ Մեծ հաճույքով կպատմեմ, Սոնա ջան, այսօր ուզում եմ լավ քաղցրեղենի տարբերակ առաջարկել մեր հեռուստադիտողին, բոլորին շատ հայտնի, շատ տարածված տերամիսու քաղցրատեսակը, որը շատ կարևոր եւ շատ օգտակար բաղադրիչներ է ներառում իր մեջ, այսօր կփորձենք մանրամասը խոհանոցում ուրեմն պատրաստել այն, բայց մի փոքր փոխված տարբերակով, ինչու փոխված, հիմա Instagram-յան հարթակում մոդայիկ է դարձել այս տարբերակը, որը ես այսօր կառաջարկեմ, այսինքն ավանդական մշտապես պատրաստվող տարբերակից արդեն փոփոխված մեկ այլ տարբերակ, որը շատ հետաքրքիր եւ ասեմ շատ այսպես ավելի
այսպես հավես եւ ավելի արագ պատրաստվող տարբերակ է։ Էնպես որ այսօր միասին կփորձենք այս բաղադրիչներով այս բաղադրատոմսը ու հուսով եմ, որ մեր հեռուստադիտողը գրի կառնի, ինքն էլ կփորձի։ Իմ թրենդային Ադրին է, դու արդեն թրենդային բաղադրատոմսեր ես առաջարկում, շատ հաճելի է, որովհետև ես կարծում եմ, որ շատ իմպրովիզներ էլ որ դու այստեղ անում ես, հետո թրենդային է դառնում մեր հեռուստադիտողի համար։ Հուսանք այդպես է։ Եվ առավոտյան ես ունեմ շատ հետաքրքիր տեղեկատվություն, երիտասարդանալուն է վերաբերում եւ այսպես, երիտասարդանալու համար չամանի, քրքումի եւ մի բաժակ կանաչ թեյի օգնություն է պետք։ Aging ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնական բուսական սննդամթերքներով հարուստ սննդակարգը կարող է դանդաղեցնել կենսաբանական ծերացումը։ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները 8 շաբաթ շարունակ հետևել են 43 առողջ միջին տարիքի տղամարդկանց։ Բոլոր մասնակիցները հետևել են բուսական սննդակարգի, զբաղվել են ֆիզիկական ակտիվությամբ, բարելավել են քունը եւ նվազեցրել սթրեսի մակարդակը։ Արդյունքները ցույց են տվել, որ կենսաբանական տարիքի ամենամեծ նվազումը նկատվել է հենց նրանց մոտ, ովքեր պարբերաբար օգտագործել են քրքում, ռոզմարին, սխտոր, հատապտուղներ եւ կանաչ թեյ։ Հոյակապ է, ես շատ ուրախ եմ, որ կարողանում ենք մենք պարբերաբար մեր հեռուստադիտողին էլ ասել, որ սիրելիներս օգտագործեք այս մթերքները, այս բաղադրիչները կամ բուսական համեմունքները, որոնք իսկապես շատ օգնում են մեր օրգանիզմին, թե մեր ներքին արդեն նյութափոխանակություն կլինի, արյան շրջանառություն կլինի, թե ինչ կլինի, եւ առավել եւս եթե դա վերաբերվում է գեղեցկությանը, երիտասարդությանը, ես շատ ուրախ եմ, որ ինֆորմացիաները հավաստի են եւ ես այնինչը, որ այստեղից մենք միասին հեռուստադիտողին հորդորում ենք, հավաստի տեղեկություններ են, փորձված տարբերակներ են եւ մշտապես այո, կարելի է այդ թուրմերը պատրաստել եւ օգտագործել, որպեսզի լինել առողջ եւ գեղեցիկ։ Դու մի բան գիտեիր, որ մեզ ամբողջ ընթացքում քրքում էր առաջարկում եւ ինքդ էլ այդքան շատ էր օգտագործում բաղադրատոմսերը։ Այո, հաստատ դա այդպես է։ Ես շատ փորձված է, հատկապես ես մշտապես նշել եմ, որ մարսողության համար այն շատ լավ է եւ ես ինքս տարիների ընթացքում փորձելով կերակուրների մեջ մշտապես օգտագործելով քրքումը հասկանում եմ, որ դա աշխատում է։ Եվ եւս մեկ շատ հետաքրքիր տեղեկատվություն, վիրուսային դարձած հայտնի Դուբայի շոկոլադը ռեկորդներ է սահմանել։ 25 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում այն վաճառվել է ուշադրություն 22 միլիոն դոլարի։ Հայտնի շոկոլադը վիրուսային է դարձել TikTok-ում առաջացնելով համաշխարհային մոլուցք եւ պահանջարկի աճ, մասնավորապես իր պիստակի սալիկի շնորհիվ, որը լցված է կնաֆեով եւ ոգեշնչող օրինակ է հանդիսացել Միացյալ Նահանգներում եւ այլուր, ներառյալ Հայաստանի Հանրապետությունում։ Վաճառքը 25 թվականի առաջին եռամսյակում կազմել է 565 միլիոն դոլար, իսկ փետրվարյան վաճառքները ամսական նոր ռեկորդ են սահմանել, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հրուշակեղենի վաճառքը հատկապես մեծ է եղել Դուբայի վիրուսային շոկոլադի շնորհիվ, որը 22 միլիոն դոլարի վաճառք է բերել։ Դա ավելի քան 1,2 միլիոն սալիկ է։ Դուբայի շոկոլադի ազդեցությունը շարունակում է տարածվել, պահպանելով իր բարձր համբավը եւ ավելի շատ միջազգային շուկաներ ամենայն հավանականությամբ կունենան իրենց ադապտացիաները։ Ես կարծում եմ մենք եւս կունենանք ադապտացիան այստեղ, չէ՞ տաղավարում։ Անպայման, ես պլանավորել էի այսօր, բայց չհաջողվեց, չհասցրեցի այսպես ասած ձեռք բերել բաղադրիչները, հաջորդ ուրբաթ կարող ենք հենց այս պահին խոսք տալ մեր հեռուստադիտողին, որ հաջորդ ուրբաթ կպատրաստենք ադապտացված տարբերակը, որը էլի շատ հետաքրքիր է։ Եվ իմիջիայլոց նման ուրեմն տարածում եւ ճանաչում ունեցող թրենդային դարձած այս հետաքրքիր ուտեստները ժամանակի ընթացքում ոնց որ նոր շունչ են պահանջում եւ այո, ինչ որ մի կերպ փոխակերպվում են, թե տեսքի առումով, թե որևիցե բաղադրիչի փոփոխության առումով ու նորից ոնց որ նոր շունչ են առնում։ Ինչու ոչ, հենց նույն այդ շոկոլադը հիմա դարձել է նաև թխվածքի տարբերակների տեսքով, որոնք էլի շատ հետաքրքիր ու յուրահատուկ են։ Համարյա թե տեսքը պահպանվում է, բաղադրիչները մի թեթև փոփոխվում է, դասավորությունն է մի փոքր փոփոխվում ու դառնում է նոր հրաշք։ Այնպես որ խոհանոցը այդպես է հրաշքներով լի եւ մի փոքր միտքը
այդպես, չգիտեմ, կարող է հրաշքներ գործել ու դառնալ այսպիսի, չգիտեմ, բում անել աշխարհով մեկ ու դառնալ շատ ճանաչված։ Բայց ես կարծում եմ, որ տրենդերին համաձայն եւ ժամանակին համաձայն այն ամենը, ինչ արագ է տարածվում եւ այսպես շատ մեծ տարածում է ունենում, շատ արագ էլ սպառում է իրեն եւ կորչում է եւ ինչպես նշեցիր, եթե այդ նոր մոտեցումները չլինեն, նորությունները եւ կսպառեն շատ տարբերակներով փորձելը չլինի, այո, շատ շուտ ինքն իրեն կսպառի եւ կանհետանա։ Իդեպ քեզ դուր է գալիս շոկոլադի համը։ Այո, ես ընդհանրապես սիրում եմ շոկոլադ, իհարկե շատ չեմ օգտագործում, բայց շատ սիրում եմ շոկոլադ, հատկապես այն նուրբ նրբահամ շոկոլադները շատ սիրում եմ եւ այդ տարբերակն էլ դե արդեն բոլորս շատ, իհարկե ինձ համար այնպիսի, չգիտեմ, այսպիսի բացահայտում չէր, որ, չգիտեմ, ֆենոմենալ համ չուներ, որ զարմանայինք, բայց իր երևի տարածման, երևի գովազդի տարբերակն է շատ ցնցող, որ այսպես մարդիկ բոլորը ձգտեցին գոնե մեկ անգամ համ տեսել եւ ինչու ոչ հավանել, սիրել։ Շատ համաձայն եմ եւ ես էլ շոկոլադ քանի որ շատ եմ սիրում, բայց երևի ավելի նախընտրելի տարբերակներ հաստատ ունեմ։ Հաստատ։ Այս բանը կունենանք կարճատև դադար, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ուրբաթ առավոտը, քանի որ սկսել ենք միասին, այն պետք է լինի նաեւ շատ օգտակար։ Իսկ առավոտյան օգտակար է անարատ կաթից պատրաստված էլոլայի կաթնամթերքով սկսել առավոտը եւ իհարկե առանձնացնել պանիրների լայն տեսականի, որը առաջարկում է այս ընկերությունը։ Դե իսկ երեկոյան, քանի որ ուրբաթ է, այսօր պետք է պլանավորել շատ լավ հանգիստ, որպեսզի առաջիկա շաբաթ կիրակին եւս գումարենք եւ կարողանանք մի ամբողջ շաբաթվա համար էներգիա հավաքել։ Իսկ այս ամենի համար մեզ կօգնի Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող անմահական գինիների տեսականին։ Իդեպ այս գինիները կարող եք ձեզ հետ վերցնել նաեւ քաղաքից դուրս, նրանք լավ ընկեր կլինեն ձեզ թե ճանապարհին եւ թե արդեն տեղում, երբ ընկերներով, հարազատներով, ջերմ մարդկանց հետ կանցկացնեք ձեր հանգստյան օրերը։ Իսկ թե որտեղ գնալ, այս հարցում էլ կօգնի այսօր եւս մեր շատ սիրելի գործընկերը Արթուրը մեր շատ հետաքրքիր ուր գնալ էջով։ Մենք այժմ գտնվում ենք Դիլիջանի տարածքում, Գորժ գյուղում, Տավուշի կանաչ լեռների ու անտառների միջև։ Սա հենց այն վայրն է, որտեղ ամեն ինչ մնում է անցյալում՝ մարդիկ, պրոբլեմները, քաղաքի եռուզեռը, աղմուկը։ Մի խոսքով, պատրաստ եք հանգստանալ բնության հետ։ Եթե հա, ուրեմն քիչ անց կիմանաք, թե մենք որտեղ ենք։ Գարնանը Դիլիջանը այսպիսինն է։ Առավոտյան զով, ցերեկը արևոտ, թեթև քամու ներկայությամբ, իսկ երեկոները երազային են։ Իսկ Դիլիվիտա Rest House-ում այդ ամենը կա։ Խաղաղության փաթեթով։ Ահա եւ Դիլիվիտա Rest House-ի իմ տունը։ Ասեմ, որ այստեղ մեկ անգամ լինելուց հետո վստահեցնում եմ ձեզ, որ միշտ կուզենաք վերադառնալ։ Ոչ մի ավել ճոխություն, շքեղությունը հենց հարմարավետության ու պարզության մեջ է։
Դիլիվիտայում գերիշխում է բնությունը, բնությունը եւ միմիայն բնությունը։ Պատկերացրեք, որ առավոտը բացվում է թռչունների ձայնով, պատուհաններից ահա այսպիսի ֆանտաստիկ տեսարան է բացվում եւ ոչ միտեղ չեք շտապում։ Այստեղ ժամանակը կանգ է առել։ Շատ վայրերում ենք միասին եղել, բայց անկեղծանամ, որ Դիլիվիտան Դիլիջանի բացահայտումներից էր ինձ համար։ Կարելի է ասել, Տավուշի գանձերից մեկն է։ Դիլիվիտայի ռեստորանում ուտեստները միշտ պատրաստված են սիրով, թարմ, համեղ ու պարզ։ Այս ուտեստները պետք չէ միանգամից ուտել, այլ պետք է մի լավ վայելել, այնպես որ անջատենք տեսախցիկը, ինձ բարի ախորժակ, իսկ դուք մնացեք մեր եթերում։ Կան չէ վայրեր, որտեղ պատահաբար չեք հայտնվում, դրանք ձեզ կանչում են, իսկ Դիլիվիտան Տավուշի կանաչ կանչն է։ Իսկ երեկոյան Դիլիվիտայում խարույկի շուրջ կազմակերպվում են թեյի, կոնյակի եւ գինու հյուրասիրություններ, այնպես որ Դիլիվիտայում ամեն պահը, ամեն հիշողությունը կարող եք հավերժացնել։ Իսկ ահա այս տնակը յուրահատուկ է նրանով, որ ընդունում է մինչև 8 անց, իսկ ընդհանուր Դիլիվիտա Rest House հանգստյան գոտին ընդունում եք մինչև 28 անց։ Դա նշանակում է, որ կարող եք ողջ ընտանիքով գալ ու հանգստանալ բնության մեջ։ Ուղղակի հիշեք այս դրախտավայրի անունը՝ հանգստյան գոտի Դիլիվիտա Rest House։ Բարի առավոտ մեր շատ սիրելի հեռուստադիտողին, սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի միասին անցկացնենք այս մի քանի րոպեները, գեղեցիկ երկար պահերը, որը կարող ենք միմյանց հետ լավ էներգիայով փոխանակվել։ Սիրելիներս, այսօր շատ համեղ աղանդերի տարբերակ եմ ուզում առաջարկել։ Քիչ առաջ նշեցի, որ շատ հայտնի, շատ ճանաչում, մեծ ճանաչում ունեցող քաղցրեղեն է սա, տերամիսու ենք պատրաստելու, բոլորդ վստահ եմ, եթե նույնիսկ չեք պատրաստել ինքներդ կամ չեք փորձել, բայց հաստատ լսել եք այդ մասին կամ վիդեո հոլովակների տեսքով տեսել եք, այն շատ վաղուց պատմություն ունի տերամիսուն, այսինքն շատերը ասում են 17-րդ դարից է դեռ եկել տերամիսուի այս քաղցրեղենի տարբերակը, շատերն էլ պնդում են, որ 20-րդ դարի 60-ական, 70-ական թվականներից է այն ի հայտ եկել։ Մի խոսքով չեմ կարող հստակ ոչինչ ասել, բայց որ այն շատ հիմա տարածված է, դա հաստատ է։ Իհարկե պատկանում է իտալական խոհանոցին, շատ այսպես իրենք շատ համեղ եւ գեղեցիկ են պատրաստում, բնականաբար իրենց առաջարկն է, իրենց բաղադրատոմսն է, իրենք շատ լավ գիտեն պատրաստման ճիշտ ձևը, տերամիսուն ուրեմն բաղկացած է այս թխվածքաբլիթներից, մասկարպոնե պանրից, այս պանիրն է հատկապես օրիգինալ տարբերակը, մասկարպոնե սերուցքային պանիրը, այնտեղ ներառվում է օրիգինալ տարբերակում նաև հավկիթ, իհարկե կակաոյի փոշի կա, սուրճ կա, էսպրեսո սուրճ են օգտագործում ու այսպես բազմաթիվ օգտակար, կարևորը շատ այն ինչը որ ուրեմն ներառված է այս քաղցրեղենի մեջ շատ օգտակար է եւ հիմա ես ներկայացնեմ թե այստեղ մենք ինչ ունենք, բնականաբար համապատասխան թխվածքաբլիթները, դուք արդեն բոլորդ գիտեք թե ինչ թխվածքաբլիթ է օգտագործվում այս քաղցրը պատրաստելու համար, այստեղ ես փոխարինել եմ մասկարպոնեն ռիկոտա տարբերակով, էլի սերուցքային պանիր, ռիկոտա, փոփոխություններ այսպես լինում է, հիմա մենք
այսպես ասած ազատություն ունենք, անկախություն ունենք խոհանոցում եւ կարողանում ենք որոշակի բաղադրիչներ փոխարինել մեկ այլ բաղադրիչով։ Եվ այսօր այդ տարբերակն է, մասկարպոնեն փոխարինում ենք ռիկոտայով։ Բայց դուք իմացեք օրիգինալ տարբերակը եւ ցանկության դեպքում կարող եք հենց ճիշտ, ինչպես որ բաղադրատոմսում է, հենց այդպես էլ պատրաստել։ Ահա, ես ունեմ սերուցք ենք օգտագործելու կրեմ պատրաստելու համար եւ սերուցքի հետ օգտագործելու եմ շաքարի փոշի եւ թխվածքա բլիթները հիմա պետք է միասին փշրենք, շատ մանր կտորների վերածենք ու խառնենք ռիկոտա սերուցքային պանրի հետ, այնտեղ ավելացնելով նաեւ լուծվող սուրճ։ Ահա լուծվող սուրճը, ես հենց հիմա եռացրած ջուր կավելացնեմ սուրճի վրա եւ կթողնենք մի կողմի վրա, մինչ այն ուրեմն հալչի, լուծվի ջրի մեջ։ Այսպես զգուշությամբ ջուրը շատ տաք է, այսպես աստիճանաբար խառնելով փորձեմ ջուրը ավելացնել եւ թողնենք մի կողմի վրա։ Մեկ գավաթ սուրճ է պետք, մի քիչ երևի փոքրիկ բաժակներից ավելի մեծ, որպեսզի կարողանանք ամբողջությամբ ուրեմն թաթախել այս թխվածքաբլիթները սուրճի մեջ։ Վերջ, այսքան բավական է։ Էլի խառնեմ ու թողնենք, այսպես ասած, լուծվի։ Շատ բարի, սա թողեցինք մի կողմի վրա, սա քիչ ավելի ուշ է մեզ պետք լինելու։ Հիմա փորձեմ գրդնակի օգնությամբ մանրացնել մեր թխվածքաբլիթները, սիրելիներս, ասեմ, թե ինչու ենք մանրացնում։ Տերամիսու, եթե ասում ենք, բնականաբար հասկանում ենք, որ օրիգինալ տարբերակում այս թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ, մեկ անգամ երկու կողմից թաթախում ենք եւ շարում ենք համապատասխան ամանի մեջ, որպեսզի վրան լցնենք կրեմը ու հետո նորից շերտ առ շերտ շարունակենք։ Բայց քանի որ ես նշեցի, արդեն փոփոխություններ կան այս բաղադրատոմսի մեջ, այսօր մենք պատրաստում ենք ուրեմն փշրած տարբերակով։ Ես ահա տեսնում եք նույնիսկ տոպրակից չեմ հանել, որպեսզի կարողանանք մանրացնել, փշրել, ասեմ, որ այսենց մի քիչ աղմուկ կանեմ, բայց կփշրեմ, միևնույն է, ես նրան կփշրեմ։ Իրականում շատ նուրբ են այս թխվածքաբլիթները եւ շատ հեշտությամբ կարելի է այն, նույնիսկ ձեռքի օգնությամբ կարելի է փշրել, եթե հարիչ կա տանը, բնականաբար ավելի հեշտ է հարիչով այն հարել։ Այսպես արդեն ձեռքով լինում է այն փշրել։ Ես կփորձեմ լցնել ամանի մեջ, այստեղ մեզ մկրատ է պետք, այսպես, ես հիմա ձեռնոցի օգնությամբ իհարկե կփշրեմ ձեռքով, չեմ ուզում պարզապես աղմկել, ընդամենը սիրելիներս։ Եվ ասեմ թխվածքաբլիթի հետ, այստեղ պետք է մենք խառնենք ուրեմն պանիրը, սերուցքային պանիրը։ Սիրելի Ադրինե, ողջույն Սոնա ջան։ Ինչու քեզ օգնեմ, ես հասկացա, որ դու շատ բուրըն ես կոտրելու գործի վրա ես, ասեցի գամ ես կոտրեմ, ինչ կոտրեմ, ասա։ Արի կարող ես Սուրենի ուժը մեզ այստեղ պետք է գար կոտրելու գործում։ Հաստատ։ Ես կարող եմ ձեռնոց առաջարկել քեզ եւ միասին փշրենք։ Ես չուզեցի անկեղծ ասած զգացի, որ մի փոքր այն չէ, երբ աղմկում ես։ Ահա։ Դրա համար փորձեցի հիմա այսպես։ Շատ քիչ հիմա անել, հետո դադարի ընթացքում ամբողջը շատ մեծ աղմուկով։ Այո, կարող եմ։ Ճիշտ ես, համաձայն եմ։ Ժողովուրդ ջան, երբ որ դադար լինի, մենք այս մյուս ուրեմն չափաբաժինը գրտնակով։ Շատ գեղեցիկ է Սոնա ջան, գույների հետ համահունչ մեր ծաղիկների հետ։
Ես ափսոսեցի, որ դու երեք մեզ հետ եթերում չէիր։ Մենք այստեղ փորձեցինք տոնել մեր գեղեցիկ համբարձման տոնը, այո, արի միասին կոտրենք, փորձեցինք տոնել եւ չգիտեմ, եթե հեռուստատողը մեզ հետ էր, ապա տեսավ մենք ինչ առաջարկներ արեցինք եւ ինչ հետաքրքիր գեղեցիկ զրույցներ ունեցանք եթերի ընթացքում, այնպես որ ես հուսով եմ, որ երեք շատ լավ է անցել մարդկանց մոտ օրը, չհաշված, որ հորդառատ անձրև տեղաց։ Այո, բայց ես վստահ եմ, որ տաղավարում շատ ջերմ է անցել, որովհետև այսպես տեսնելով հաջորդ օրը դեռ մնացորդները երեկվա ջերմությունից, գեղեցկությունից եւ էսթետիկայից, ես վստահ եմ, որ երեք շատ տոնական, շատ գեղեցիկ եթեր եք ունեցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես իհարկե դեռ չեմ հասցրել դիտել, բայց անպայման շաբաթ կիրակի օրը YouTube-ում One Media էջում սերի հեռուստատողներ, եթե դուք եւս բաց եք թողել, կարող եք միանալ ինձ եւ միասին դիտենք երեկվա շատ գեղեցիկ իմ գործընկերների պատրաստած եւ մատուցած եթերը։ Ես վստահ եմ շատ ջերմ է անցել նաեւ ձեզ համար, բացի նրանից, որ հեռուստադիտողների համար, նաեւ ձեզ համար։ Այո, մեզ մոտ այստեղ եռում էր աշխատանքը, այնպես որ շատ, այո, մենք էլ բարձր տրամադրություն ունեինք երեք, թե տոնի հետ կապված եւ թե այսպես վերջապես ընկերներով շատ լավ է անցնում յուրաքանչյուր պահն ու րոպեն։ Այ այսպես, սիրելիս, իսկ դու պատմիր, սիրում ես արդյոք տերամիսու։ Ես քաղցր ամեն ինչ սիրում եմ, կարելի ասել, երևի շատ քիչ տարբերակներ կան քաղցրի շրջանակից, որ չեմ սիրում։ Այո, տերամիսու սիրում եմ եւ կարծում եմ, քանի որ մենք այստեղ արդեն մանրացրինք, մնացած ամբողջ այդպես մի փոքր աղմկոտ գործընթացը կարող ենք հենց հիմա անել, դադար հայտարարելուց հետո կլինի կարճատև դադար սիրելի հեռուստադիտողներ, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ շատ հետաքրքիր նկարչական ուղղության մասին ենք հիմա խոսելու։ Եվ այսպես, հունիսի 3-ին Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ կկայանա Art and You արվեստի ստուդիայի սաների մանկական ստեղծագործական ցուցահանդեսը նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Ցուցահանդեսում կներկայացվեն երեխաների աշխատանքները ծնված ազատ ստեղծագործական եւ խաղային մթնոլորտում։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Լուսինե Բարխուդարյանը, համակարգչային դիզայներ ստուդիայի հիմնադիր, Քրիստինե Վարդանյանը, բեմանկարիչ, դիզայներ, ուսուցիչ եւ ստուդիայի սաները Եվա Դալաքյանը եւ Մարիա Պողոսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհակալ եմ, որ այսօր առավոտը սկսում եք ինձ հետ միասին, որովհետեւ թեման ինձ շատ է հետաքրքրել, երեխաների եւ առասարակ ստուդիայի ուղղությունը ջրաներկ։ Ճիշտ եմ հասկանում։ Չէ, ես հիմա ավելի բացեմ, բազմապրոֆիլ է, եւ այսպես ասեմ, ստուդիայի ստեղծման առաջին իսկ պահից մենք կարևորել ենք տարբեր տեխնիկաներով աշխատելը, քանի որ հիմա շատ տարածված են գadgetները եւ արվեստի դերը երեխայի կյանքում շատ ենք կարևորում, դրա համար, որպեսզի հետաքրքրություն առաջացնենք երեխայի մոտ դեպի ամենագեղեցիկը, դեպի կատարյալ արվեստը, մենք որոշել ենք աշխատել շատ տարբեր տեխնիկաներով, որոնցից մեկը դա ջրային նկարչությունն է, Ebru, որը նույնիսկ կարելի է ասել արտ թերապիայում է շատ օգտագործվում եւ իհարկե մեզ համար մի մեծ երջանկություն է, երբ որ երեխան նկարում է, ինքը չի կառավարում, հա, այդ process-ը, որովհետեւ ներկը տարածվում է Եվ շատ հիացած հայացքներ ենք տեսնում, երեխաներին դուր է գալիս եւ բացի այդ հետաքրքիր նաեւ այսպես փաստ Ebru-ի մասին, որ պերֆեկցիոնիզմ ունեցող մարդիկ շատ հաճախ այդ արտ թերապիայից են օգտվում, որպեսզի քանի որ process-ը չես կարողանում կառավարել եւ ինքն է ամբողջությամբ տարածում, դա բավականին օգտակար է։ Ես ինքս լինելով պերֆեկցիոնիստ, հենց հիմա դիսկոմֆորտ զգացի, երբ ես չեմ կառավարում իրավիճակը, այլ ինքն իրան տարածվում է։ Շատ լավ, բայց ջրային նկարչությունը, ինչպես նշեցիք, ինքը հունիսի 3-ի ցուցահանդեսի հիմնական եւ ոչ։ Տեսեք, մեզ մոտ ստացվեց այնպես, որ մայիս-հունիս ամիսները բավականին ծանրաբեռնված են։ Ջրային նկարչության հետ կապված հունիսի 1-ին Երազայգում շատ մեծ հետաքրքիր միջոցառում է լինելու, Լիլիթ Ադամյանն է կազմակերպում
կազմակերպել, որտեղ մենք ներկայանալու ենք մեր տաղավարով եւ հենց այդ օրը լինելու է ջրային նկարչություն։ Իսկ ինչը վերաբերվում է հունիսի 3-ին, այդ օրը մենք ունենալու ենք շատ շքեղ մեծ գեղեցիկ միջոցառում, որտեղ ներկայացված են լինելու երեխաների լավագույն աշխատանքները, թե ջրային նկարչության տեխնիկայով, թե գրատաժ տեխնիկա, որը մեր երեխաները էլի շատ են սիրում, գրատաժ դա քերելու տեխնիկան է եւ էլի շատ հետաքրքիր է եւ արդեն մեր ավանդական տեխնիկաները, որը բոլորիս են, հա, այսպես ասած հայտնի։ Շատ լավ, քանի որ ջրային նկարչությունը հենց առանձնահատուկ էր ինձ հետաքրքրել, ես անդադ այդ ուղղությամբ էի գնում, հասկացանք, որ երազայգում գոնե թե միայն դրանով է զբաղվել։ Այո, երազայգում միայն ջրային նկարչությամբ է զբաղվել։ Դա այնտեղ է, որտեղ պետք է գնալ։ Միանշանակ, մեծերը չնայած գրված է որ փոքրիկների համար է, բայց բոլորին կարծում եմ շատ կհետաքրքրի եւ առօրյան հագեցած կանցնի։ Շատ լավ, հիմա խոսենք մի փոքր դասավանդման մասին, ինչքանով է ձեզ համար շատ հետաքրքիր, անհանգստացնող, կոմֆորտ երեխաների հետ աշխատելը եւ ինչ եք ձեզ համար բացահայտում, երբ երեխաների հետ աշխատում եք։ Շնորհակալություն հարցի համար։ Առհասարակ արվեստի հետ շփումը մարդուն դարձնում է ել ավելի բովանդակալից։ Մենք էլ մեր արվեստի ստուդիայի հետ մեկտեղ մեր համար շեշտադրել ենք դասապրոցեսները դարձնել ավելի այդպես երեխաների համար հարմարավետ, ուսուցողական եւ ամենապրոֆեսիոնալ մակարդակի փորձում են գիտելիքի փոխանցումը կատարել եւ այդ process-ը անշուշտ տեղի է ունենում նաեւ հակառակը եւ մենք դասավանդում ենք եւ սովորում ենք միառժամանակ, քանի որ երեխաները շատ ժամանակակից են, շատ ավելի ըմբռնող են, ավելի նպատակասլաց են, դա նրանց ամենամեծ առավելությունն է ժամանակի հետ զուգահեռ եւ մենք ջանք եւ եռանդ չենք ներդնում ենք առավելագույնը անելու համար եւ լավագույնս ներկայացնելու համար ստուդիան եւ մեր երեխաներին։ Քանի երեխա կա ստուդիայում։ Ստուդիայում հստակ քանակ չեմ կարող այս պահին նշել, որովհետև վերջի շրջանում բավականին ակտիվ է հոսքը եւ ցավոք ադմինիստրատիվ աշխատանքը չեմ հասցնում լիովին տեղեկացված լինել, բայց բավականին շատ մենք ամեն օր ունենք ինտենսիվ դասեր, այնպես որ եւ գիտեք, անկեղծ եմ ասում, ի սկզբանե ստուդիան հիմնադրելու հենց առաջին իսկ պահից շատ կարեւորել եմ որակը եւ երբեք չեմ մտածել, որ ես դա անում եմ, ավելի կոպիտ արտահայտվեմ որպես բիզնես, ավելի շատ դա իմ կյանքի երազանքներ եւ ես կարեւորել եմ, որ հենց այդ արվեստի միջավայրը, որտեղ պատերը ներշնչված լինեն արվեստով, մեր ստուդիայում երեխաները լսում են դասական երաժշտություն յուրաքանչյուր դասին, հետաքրքիր պրոյեկտներ ենք ունենում, շատ հաճախ գնում ենք թանգարաններ, նույնիսկ ֆիլհարմոնիկ, ազգային ֆիլհարմոնիկի հետ համատեղ շատ հետաքրքիր երեխաները նկարում էին երաժշտությունը լսելուց, որովհետև արվեստը առհասարակ ես չեմ տարանջատում, լինի դա գրականություն, լինի դա նկարչություն, թե երաժշտություն, մեկը մյուսի հետ փոխկապակցված է եւ փորձում ենք այդ ամենը համատեղ, նույնիսկ շատ հաճախ երեխաները չեն հասկանում, որ իրենք այս են ոչ միայն նկարչության, հա, իրենք այնտեղ եւ լսում են հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություն եւ մենք պատմում ենք, ենթադրենք հեքիաթ իրենք նկարում են եւ այդպես մաքսիմալը փորձում ենք տալ մեր ապագա սերնդին, հա, այսպես ասած։ Մեր հարաբերությունների հիմքն էլ դնում ենք ընկերության վրա եւ երեխաների հետ ամենաջերմ ու բարի հարաբերությունների մեջ ենք, քանի որ կա այսպիսի մի խոսք, սովորում են նրանից ու վերցնում են նրանից, ում սիրում են, այդպես մենք այդ ջերմությունը տալիս ենք եւ փոխադարձ հետ ենք ստանում։ Ինչպես են ձեզ դիմում։ Ընկեր Քրիստինը։ Ահա, ընկեր Քրիստինային սիրում եք երեխեք։ Այո։ Շատ լավ, դե հիմա պատմեք, քանի տարի է զբաղվում եք նկարչությամբ եւ ինչն է հատկապես ձեզ գրավում նկարչության մեջ։ Ես գնում եմ նկարչության 3 տարի, շատ եմ սիրում նկարչությունը։ Ինչ ես նկարում։ Մեզ նամազությունը նկարում եմ նատյուրմորտներ, բայց մեկ-մեկ լինում է, որ նկարում եմ գծանկար, հեքիաթներ, տարբեր խաղերից եւ մուլտֆիլմներից նկարներ։ Իսկ դասերի ժամանակ ես միայն նկարում, թե տանը եւս վերցնում ես։ Տանս եւս վերցնում եմ շատ մեծ ժամանակ եւ սաղորը կարող է նստած նկարեմ։ Ահա, իսկ քո նկարները առաջինը ում ես ցույց տալիս։ Առաջինը նկարները ցույց եմ տալիս ծնողներիս, հետո ընկերներիս։ Իսկ ինչպիսի արձագանքներ են։ Ասում եմ, որ շատ գեղեցիկ է, իմ տարիքի համար շատ լավ նկարում եմ,
Անկեղծ ես հավել եմ, որ Եվան այն եզակի մեր աշակերտներից է, որը հետ սիրում է ակադեմիական նկարչությունը, ակադեմիական մատուցմամբ, նատյուրմորտեր նատյուրմորտից արդեն։ Ահա, եւ ես կարծում եմ, որ ինքը ունի բավականին լավ ապագա այս ասպարեզում։ Սիրուն Մարիա, դու ինչ ես սիրում նկարել։ Գծանկար։ Ահա, դու ավելի լուրջ ես, քան մենք պատկերացնում ենք։ Քանի տարի է նկարում ես։ 3 տարի։ 3 տարի։ Դու եւս տանը նկարում ես, թե միայն դասերի ժամանակ։ Տանն եմ նկարում։ Էլի գծանկարներ։ Տարբեր։ Տարբեր։ Իսկ ընկեր Քրիստինեն քեզ ինչ է սովորեցրել։ Ընկեր Քրիստինեն ինձ տարբեր բաներից է սովորեցրել, էլ գծանկար, ամեն ինչից։ Ամեն ինչից սովորեցրել է։ Իսկ խիստ է, բարկանում է, բարի է։ Այո։ Շատ լավ։ Բացի, քանի որ փոքրիկներից գիտեմ, որ նախ սկսենք նրանից, որ 4 տարեկանից է ընդունելությունը ստուդիայում, կան նաև մեծահասակներ։ Այո։ Ինձ հետաքրքիր է տարբերվում է աշխատանքը փոքրիկների եւ մեծահասակների հետ, թե միևնույն է ջերմությունը, սերը երբ կա, ամեն ինչ ստացվում է։ Միանշանակ, ուրեմն տեսեք, ինչպես ես շատ հաճախ ասում եմ եւ նույնիսկ կատակում, որ մեզ մոտ ընդունելությունը 4 տարեկանից է մինչեւ անվերջություն, ուրեմն շատ հետաքրքիր դեպք ենք ունեցել, երբ սկզբից թորնիկը եկավ, հետո մայրիկը անընդհատ գնում էր հարցրեց, արդյոք մեծերի խումբ ունենք թե ոչ, ես ասացի, այո, իհարկե ունենք առանձին խումբ, սկսեց հաճախել մայրիկը եւ մի քանի օր անց տատիկը։ Երեխաները Այսինքն վարակում դուք պատկերացնում եք, հա, ու ես անկեղծ ասած միջավայրը մեզ մոտ փորձում ենք մաքսիմալ ստեղծել ազատ միջավայր, որովհետեւ այստեղ շատ հոգեբանական պահ կա։ Երեխաները պետք է չլինեն լարված։ Բնականաբար այդ խստությունը պետք է ճիշտ մատուցել, հա, ես չեմ ասում, որ լրիվ ազատով ինչ ուզում, ոչ, բայց մեզ մոտ երեխաները գալիս են եւ նույնիսկ տուն չեն ուզում գնալ, որովհետեւ իրենք ազատ են, որովհետեւ իրենց շատ կարեւոր է յուրաքանչյուր երեխայի հետ աշխատել անհատապես։ Ես միշտ ընկեր Քրիստինային, ընկեր Աննային, հա, նախ ասեմ, որ բարեբախտաբար շատ լավ թիմ ունեմ եւ այդ իմ խստապահանջությունը, այսպես ասած, մեր հայացքները համընկնում են։ Հավանաբար երևի դա է հենց արդյունքը, որ մենք ստանում ենք նման արդյունք, նման արձագանքներ։ Եվ հետաքրքիր է ցուցահանդեսին ինչպես եք նկարները ընտրել։ Հեշտ էր, թե կային շատ գեղեցիկ աշխատանքներ, բայց կար քանակ որոշակի, որի մեջ պետք էր տեղավորվել։ Վերջին ժամանակներում ստուդիան հաճելի աժոտաժի մեջ է։ Դա երկարատև պրոցես է ընտրել նկարները, որովհետև մենք ներկայանում ենք շուրջ 1 տարվա աշխատանք պետք է ներկայացնենք ու այդտեղից ֆիլտրել ամենալավը իրականում բարդ է ու մենք այդպես շարում ենք, պրասմոտր ենք ասում դրան, հավաքվում ենք երեքով, որոշում ենք թե որ նկարով երեխան ավելի լավ ոնց որ կարտահայտի իր ամբողջ տարվա աշխատանքը։ Ընտրում ենք այդպես 1, 2, մինչև 3 նկար, առավելագույնը կարծում եմ այդքանով, բայց մի բան էլ ասեմ, որ ցուցասրահների հետ կապված միշտ փորձում ենք ընտրել ամենալավ տարբերակը, որ մեր երեխաները հպարտանալու առիթ ունենան։ Այս անգամ ներկայանալու ենք ժամանակակից արվեստի ցուցասրահում, անցած տարի եղել ենք նկարիչների միությունում։ Կարծում եմ դեռ իրանք այս տարիքում չեն հասկանա դա ինչքան մեծ առավելություն եւ հպարտություն է, բայց մեծանալուն զուգահեռ, երբ որ ասեմ, որ արդեն նման մեծ ցուցասրահներում ներկայացել են, մեծ պատիվ կլինի իրենց համար։ Մենք ջանք ու եռանդ ասեցի չենք խնայում եւ այս տարի էլ հերթական անակնկալը մեր երեխաների համար մատուցելու ենք, դա ավանդույթ է, այնպես որ սպասեք այդ օրվան, ձեզ էլ սիրով հրավիրում ենք ամսի 3-ին ներկա լինելու այդ գեղեցիկ օրվան։ Ես կարծում եմ իրենք լավ էլ հասկանում են, բայց առաջին հերթին հիմա ծնողների հպարտությունը կլինի հետանալ իրենց։ Ես հավելեմ, որ այս տարի շատ հետաքրքիր համագործակցություն ստացվեց Ժամանակակից արվեստի թանգարանի հետ եւ այստեղ մեր հայացքները համընկան, որովհետեւ բնականաբար փոքր տարիքի երեխաների համար մեծ պատիվ է նման միջավայրում, որտեղ պատերը շնչում են արվեստ, ներկայանալ եւ դա միանշանակ շատ արդեն լուրջ քայլ է եւ ես սիրով հրավիրում եմ բոլորին ներկա գտնվելու հունիսի 3-ին ժամը 18:00-ին Ժամանակակից արվեստի թանգարան։ Այդ օրը պատերը կլռեն, գույները կխոսեն եւ կխոսեն անկեղծ պարզ լեզվով։ Մեզ մեծերի շատ անգամ անհասկանալի, բայց այդ հենց պարզ անկեղծ երեխաների ձեռքով է գրվում մեր ապագան։ Սիրով հրավիրում եմ բոլորին։
Այո, եւ մաքրությունը հենց իրենց մեջ է, այնպես որ սիրով ես ինքս անձամբ կլինեմ, վստահ եմ հեռուստադիտողներին եւս շատ հետաքրքրեց։ Ես մաղթում եմ մեծ հաջողություններ ձեր թիմին եւ մեր գործընկերոջ Իջևանի գինու գործարանի կողմից ուզում եմ նվիրել սպիտակ սափոր գինին, որպեսզի ցուցահանդեսից հետո տոնեք։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք եւ ստեղծագործական ոգեշնչման համար իդեալական տարբերակ է։ Շնորհակալություն նաեւ ձեզ, ես ձեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն։ Շնորհակալ ենք ձեզ նույնպես։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա միացյալ ուժերով փորձեցինք փշրել մեր թխվածքաբլիթները, պատրաստ է այն, ինչպես նշեցի, այստեղ պետք է ավելացնենք սերուցքային պանիր, ես ընտրել եմ ռիկոտա տարբերակը, դուք կարող եք մասկարպոնե տարբերակը ընտրել, ինչպես հարմար կլինի, ավելացնենք մեր փշրված թխվածքաբլիթի վրա եւ հիմա փորձենք ամբողջությամբ տրորել միախառնել եւ ստանալ կպչուն զանգված։ Եվ իհարկե այս զանգվածին, այս բաղադրիչներին պետք է միանա դեռ մեր լուծվող սուրճը, որը եթե հիշում եք, ահա, ավելի վաղ, ուրեմն եռացրած ջրով լուծեցինք եւ իհարկե ավելացնենք այս բաղադրիչների վրա։ Աստիճանաբար կավելացնեմ, որպեսզի հասկանանք ինչպիսի կպչունություն կունենա այն։ Ահա, ես կարծում եմ պատրաստման եղանակը շատ հեշտ է, շատ այսպես կարելի է շատ արագ կարճ ժամանակում ստանալ այս հրաշք աղանդերը, աշխարհում միակը եւ հայտնի այս տերամիսու տարբերակը, իհարկե ժամանակակից խոհանոցում արդեն փոփոխված։ Ես մի փոքր էլ կավելացնեմ սուրճը։ Սուրճը օրիգինալ տարբերակում էսպրեսո սուրճն է, դա էլ նկատի ունեցեք, ահա, շատ լավ է, ամբողջությամբ ես կտրորեմ և սիրելիներս այն պետք է վերածենք գնդիկների, գնդիկների վերածելուց հետո կթաթախենք կակաոյի փոշի մեջ եւ հետո ավելի ուշ գեղեցիկ կմատուցենք, բայց մատուցելու ժամանակ, այսինքն մատուցելիս պետք է նաեւ կողքին մատուցենք կրեմը, այն կրեմը, որը օրիգինալ տարբերակում շերտերի արանքում ենք տեղադրում, բայց դե փոփոխված տարբերակ է, այն կպատրաստենք քիչ ավելի ուշ եւ ամենավերջում դուք հետաքրքիր մատուցումը կտեսնեք։ Այս պահին դեռ պետք է տրորեմ, որպեսզի ամբողջական միասեռ զանգված ստացվի, այնուհետև գնդիկների կվերածեմ եւ դուք կտեսնեք։ Ահա, եւս մեկ անգամ կրկնեմ բաղադրատոմսը, մեզ պետք է թխվածքաբլիթներ, կակաոյի փոշի, սերուցքային պանիր, սերուցք, այս ամենի մասին քիչ ավելի ուշ կարող ենք խոսել, հիմա դադարը մեր եթերում, դուք մնացեք մեզ հետ։ Մենք խանութի ժամանակ ուզեցինք երկրորդ ինտերնետի կապ քաշենք խանութի համար առանձին, որովհետև մի կապը չէր հերիքում երկու տեղ։ Մի հատ ուղարկել են դամբարանից մարդ 168 տարեկան, եկել է սովետական, չգիտեմ այդ ավտոները ոնց են կոչվում, սովետական հին ավտո, որը բրթելով է եկել, հանել է մի հատ երդում եմ, հանել է մի հատ ձեռքի ճամպրուկ, սենց եկել է կանգնել է, սենց հանում, ես այս ժամանակակից լարերից չեմ հասկանում, հիմա զանգել են դեից ասում են ինչ անի, էտե չի հասկանում, հիմա էսի նրանց վրա մունատ գալի, նրանք սրա վրա են մունատ գալիս, մենք սենց ուղղակի սպասում ենք այդ կրկեսը երբ ոչ ման չարեց, բայց երևի մի 6-ից 8 ժամ մեր տանը մնաց, հետո ներվայնացած այնքան ծխեց, հեսա երևի այդ 168 տարեկանում է կմեռնի, վերցրեց այդ իր ավտոն գնաց, ու այդ կրկեսից հետո մամա սենց համ, հիմա մենք բոն կանչենք, շատ վատնա, իրանց սպասարկ, ասում է, զանգեք ասեք հայքին կտան, ասում, լսի էտ, սա գրադարան է, տղա ջան, էդ ինչ ես խոսում, վաջան գրոմկին անջան, Կրիստինա Պեպելը
Բարի լույս, եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին։ Մարզվելը շատ կարեւոր է, առողջությանը հետևելը շատ կարեւոր է եւ այս երկուսի համադրությունը կա Heal սպորտային համալիրում։ Կարող եք այցելել ընտանիքի ամբողջ անդամներով եւ այնտեղ հարմարավետությունը եւ օգտակարությունը համադրված կգտնեք ձեզ եւ շատ հաճելի կլինի մարզվել եւ իհարկե շատ առողջարար։ Դե իսկ ամառվան մնացել է ընդամենը 2 օր եւ կազմվածքը պետք է իհարկե կարգի բերել, շտկել, որպեսզի ամռանը ավելի թեթև եւ ավելի հանգիստ ձեզ զգաք։ Հենց հիմա մեր եթերում կլինի առավոտը Heal-ում էջը։ Բարև ձեզ, ես Ղուկասյան Արան եմ, բռնցքամարտի որակավորված մարզիչ։ Այսօր Heal սպորտ կոմպլեքսում անցկացնում ենք 7-ից մինչև 14 տարեկան երեխաների բռնցքամարտի մարզումը։ Բռնցքամարտը երեխաներին տալիս է ոչ միայն ֆիզիկական ուժ, այլ նաև ճկունություն, տոկունություն, տալիս է ճիշտ ժամանակին ճիշտ կողմնորոշվելու ունակություն։ Եթե ցանկանում ես ունենալ առողջ մարմին, ապա անդամագրվիր մեր ակումբին եւ այցելիր բռնցքամարտի պարապմունքներին։ Heal սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կան, որոնց մեջ նաև փոքրիկների համար նախատեսված խմբակներ կան, կարող եք ձեր փոքրիկներին տանել եւ իրենք պլանշետներից, գադջետներից կկտրվեն, առողջ ապրելակերպով կզբաղվեն եւ առողջ էլ կմեծանան։ Եվ այս ամենի համար կարեւոր է նաև առողջ սնունդը։ Հենց հիմա տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն ուր է հասել։ Ադրինե։ Շնորհակալ եմ Սոնա ջան։ Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, մենք այսօր պատրաստում ենք շատ համեղ աղանդերի տարբերակ։ Աղանդերը ինչ տեսակով շատ հայտնի է աշխարհում, միակն է աշխարհում, տերամիսու տարբերակն ենք պատրաստում բաղադրատոմսը, բայց մի փոքր փոփոխված տարբերակով, որը էլի շատ այսպես տարածվել է։ Գոնե համացանցում շատ տրենդային է դարձել այս տարբերակը։ Ինչ արեցինք մինչ այս պահը։ Գիտեք, հատուկ թխվածքաբլիթներ, ձողիկների պես նախատեսված տերամիսուի համար այն լավ փշրեցի, վրան ավելացրեցի ռիկոտա տարբերակով սերուցքային պանիր, սակայն օրիգինալ տարբերակը մասկարպոնե պանիրն է։ Այստեղ ավելացրեցինք նաև լուծվող սուրճ, լավ ուրեմն հարեցի ձեռքի օգնությամբ եւ վերածեցինք գնդիկների։ Ահա տեսեք, այստեղ արդեն պատրաստի մի քանի գնդիկներ ունեմ։ Հիմա միասին կշարունակենք գնդիկներ պատրաստել, մեր այս խյուսից պատրաստել գնդիկներ եւ թաթախել կակաոյի փոշու մեջ։ Շատ հեշտ է պատրաստման եղանակը, պարզապես պետք է
Համապատասխան բաղադրիչները գնել եւ իհարկե ժամանակ տրամադրել, բայց այն ձեզանից հաստատ ջանքեր չի խլի, շատ ժամանակ չի խլի, բայց փոխարենը շատ մեծ հաճույքով կճաշակեք եւ դուք եւ ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ երեխաների համար էլ սա շատ հաճելի եւ այսպես գրավիչ տարբերակ է։ Եթե հիշում եք, շատ վաղուց մեր մայրիկները, ես շատ լավ հիշում եմ մայրս հատկապես տրուֆել էր պատրաստում խորհրդային տարիներին, այդ բաղադրատոմսը շատ տարածված էր, այսպիսի գեղեցիկ գնդիկներ էին պատրաստում, մի փոքր կոնաձև տեսք էին հաղորդում եւ մենք շատ մեծ ախորժակով ուտում էինք, ու հենց նույն կերպ կակաոյի փոշու մեջ էինք թաթախում ու վերածում էինք տրուֆելների։ Հիմա համարյա կարելի է ասել հենց այդ տարբերակն է, դե մի փոքր փոփոխված բաղադրիչներով։ Իմիջիայլոց նշեմ, որ հատկապես տերամիսուի բաղադրիչները շատ օրգանիզմի համար վերականգնողական բաղադրիչներ են, շատ անհրաժեշտ մեր օրգանիզմի համար, որովհետև այստեղ ներառվում է եւ կաթնամթերք եւ իհարկե կակաոյի փոշին կարող ենք դիտարկել որպես շոկոլադի տարբերակ։ Այնպես որ շատ լավ առողջարար, ողջույն Սոնաս, ողջույն սիրելիս։ Ինչ գեղեցիկ է ստացվում։ Այո, տեսնենք թե վերջ շարունակեմ քեզ օգնել եւ շատ շնորհակալ կլինեմ։ Պատ դարձնեմ։ Ընտիր, դու կարող ես գնդիկների վերածել, ես էլ հեռուստադիտողին շատ լավ։ Այո, այսպես թաթախելու ենք կակաոյի մեջ եւ իհարկե արդեն պատրաստ են մատուցման համար։ Ես էլ այս ընթացքում ուրեմն կպատրաստեմ կրեմային ուրեմն հատվածը։ Մենք քանի որ գիտենք տերամիսուն ես կրկնեցի, որ թխված քաբլիթը թաթախված սուրճի մեջ, շարված ամանի մեջ, վրան ավելանում է սերուցքային կրեմը։ Հիմա մենք կպատրաստենք այդ կրեմը, մեզ սերուցք է պետք, հատուկ հարելու համար սերուցք, որը շատ համեղ է եւ թխվածքների համար է նախատեսված։ Եվ այստեղ իհարկե շաքարի փոշի ենք ավելացնում, ես հարիչը կվերցնեմ։ Եվ առիթից օգտվելով եւս մեկ անգամ մեր շատ սիրելի հեռուստադիտողներին հորդորենք առավոտյան անպայման նախաճաշել եւ ներառել կաթնամթերք, որովհետեւ դա շատ օգտակար է։ Անարատ կաթից պատրաստված կաթնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Կարող եք ձեռք բերել եւ տալ նույնիսկ ձեր փոքրիկներին եւ վստահ լինել, որ կաթնամթերքն առանց հավելումների է։ Այս ապրանքանիշը առանձնանում է նաև պանիրների լայն տեսականիով եւ իդեպ նորույթ ունեն, որը մենք մեր թիմում շատ ենք սիրել, Սոլուգունին բաստուրմայի համադրությամբ, այո, նոր պանիրի տեսականի, որ այս բրենդը առաջարկում է, այնպես որ ձեռք բերեք եւ վայելեք։ Համաձայն եմ շատ համեղ կաթնամթերք, որը պետք է մշտապես լինի մեր սեղաններին, որպեսզի մենք ունենանք, այո, առողջ սնունդ եւ իհարկե առողջ օրգանիզմ։ Ահա, շաքարի փոշին խառնելով սերուցքի հետ, այսպես շարունակաբար պետք է հարենք այն, որպեսզի ավելի կրեմային զանգված ստանանք ու վերջում այս գեղեցիկ տրուֆելների հետ մատուցենք։ Իհարկե էլեկտրական հարիչով շատ արագ կստացվի այս ամենը, բայց ձեռքի հարիչով էլ կարծում եմ կարդարացնի, վերջում կտեսնենք տեսքը։ Այսպես, շատ հեշտ է, չէ, ասա որ հեշտ է։ Հեշտ է, քաղցր է եւ ինձ թվում է հագեցնողել կլինի նախաճաշի համար, ես կարծում եմ կարելի է նախաճաշել եւ տնից հանգիստ դուրս գալ եւ մի 2-3 ժամ հաստատ առանց քաղցի զգացողության կանցկացնենք։ Հաստատ միանշանակ համաձայն եմ, որովհետև քիչ առաջ նշեցի, որ նաև օրգանիզմը վերականգնող հատկություն ունի այս կաթնամթերքը, այնպես որ 100% կարծում եմ 1 գավաթ ընտիր սուրճի հետ այս ամենը վայելելը շատ տեղին կլինի, այնպես որ փորձեք թեկուզ գիշերը երեկոյան պատրաստել, այն թողնել սառնարանում, այնուհետև առավոտյան ըմպել, այո, 1 գավաթ լավ սուրճով այս բոլորը ճաշակել ու տանից դուրս գալ։ Եթե չստացվի շաբաթվա ընթացքում, ես կարծում եմ շաբաթ կիրակի կստացվի հաստատ, այո, կվայելեք։ Եվ դու սուրճը առանձնացրիր, ես էլ կառանձնացնեմ առավոտյան համար, այսպես փրփրուն գինին, որ առաջարկում է մեր գործընկերը Իջևանի գինու գործարանը, կարող եք ձեռք բերել եւ վայելել իրենց անմահական գինիները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, վաղուց դուրս են եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից եւ սիրելի են դարձել նաեւ արտերկրում բնակվող
գինի նախընտրող բնակչության համար եւ իհարկե այս գինեգործարանը առանձնանում է նաեւ պահածոների եւ հյութերի լայն տեսականիով, որոնք բոլորը տնական համի ու հոտի մասին են հիշեցնում։ Այո, ընտիր ես կարծում եմ բոլոր մեր կողմից առաջարկվող մթերքները շատ ընտիր են եւ մեր հեռուստատողը կարող է այս առիթից օգտվել։ Դե ինչ, պատրաստ են գնդիկները։ Այո, քեզ մնաց միայն թաթախել այս փոշու մեջ։ Ես սիրում եմ sense գործը։ Այո, որովհետև իրանք խաղի են նմանվում եւ այդքան էլ էսպես խոհանոցային լուրջ ինչ որ զբաղվածություն չեն հիշեցնում։ Այո, ասես մի տեսակ նաեւ թերապիայի տարբերակ է, հանգստացնող, միտքը ավելի այսպես շեղում է տանում է գեղեցիկ վայրեր եւ ինչու ոչ, այո, կարելի է ընդհանրապես կարծում եմ խոհանոցը այդպեսին է։ Եթե չես շտապում, ապա կարող ես վայելել յուրաքանչյուր գործողություն։ Ահա։ Այսպես։ Ես վերջում իհարկե կմատուցեմ այն երկու տարբերակով, մեկը որպես անհատական մոտեցում, այսպես ասած, մեկ գավաթի մեջ կմատուցենք, մյուսները կմատուցենք մեկ ամբողջական ամանի մեջ, այսինքն բոլորի համար։ Ահա։ Տեսնենք թե ինչ կստացվի։ Եվ քո թույլտվությամբ բաղադրատոմսի արժեքն էլ ասենք հեռուստադիտողներին, այս ամենը ինչքան է արժեքել։ Ահա։ Իհարկե կարող ենք ասել, ես այս բոլոր բաղադրիչների համար ծախսել եմ 2880 դրամ, բայց աննախադեպ։ Բայց ասեմ, որ շատ այսպես, շատ կարժե։ Ժողովուրդ ջան, կարժե, հատկապես եթե հյուրեր ունենաք։ Իհարկե արժե եւ կարծում եմ նույնիսկ շատ մատչելի է այս բաղադրատոմսի համար, չէ՞։ Շատ լավ է, ես էլ եմ այդպես կարծում, որովհետեւ նմանատիպ մենք համեղ բաղադրիչներով լավ սնունդ ցանկանանք, ուրեմն ճաշակել ռեստորանային որևիցե, ուրեմն կլինի փոքր բաժինը դրանից մի քիչ ավելի թանկ կարծում եմ։ Այո։ Իսկ սա բավականին լավ չափաբաժին է նաև, ես կարծում եմ, չէ՞։ Վստահաբար։ Այո, մեկ գավաթ սուրճի հետ մեկական գնդիկ կարծում եմ ընտիր կլինի։ Եվ ասեմ, որ ես իհարկե ժամանակի խնդիր ունեի, առավոտյան չհասցրեցի, վերջում մատուցելիս խորհուրդ կտամ, որ ավելացնեք նաև գեղեցկության համար, տեսքապահովելու համար հատապտուղներ, որոշակի ինչ որ սիրում եք հապալած, ելակ կամ ինչ որ մի բան, շատ նաև համահունչ կլինի հատապտուղը։ Ճիշտ է, արդեն իրական բաղադրատոմսից շեղում կլինի, բայց ես զուտ զարդարելու համար եմ ասում։ Մի փոքր ավելացավ, բայց դա խնդիր չէ կարծում եմ, չէ՞։ Այո, իհարկե, դա կպահենք, հետո էլի օգտագործելու տեղեր կունենանք հաստատ։ Եվ կայ որ մենք ֆուդ բլոգեր հյուր ունեինք մի քանի օր առաջ, ինչ հետաքրքիր բան եմ նկատել համացանցում, որ մարդիկ երբ նոր սկսում են ինչ-որ նման գործընթաց ծավալել, իրենք սկզբում մի փոքր դժվարանում են ինչ-որ բան սարքել եւ միաժամանակ խոսել։ Դու վաղուց այս ամեն ինչի մեջ ես եւ քեզ համար ոնց որ թե արդեն շատ հեշտ է ընթացքում հանգիստ խոսել, չշեղվել ընդհանրապես թեմայի վրա եւ կարողանալ զուգահեռ աշխատել ու անել այն, ինչը նախատեսված է այդ օրվա բաղադրատոմսի համար։ Հիշում ես սկզբում բարդություններ քեզ մոտ եղել են այդ առումով, թե ինչ որ տենց ինքն իրան հեշտ ստացվում էր։ Իրականում ասեմ, որ գամ շատ հեռվից, երևի թե 95 թվականներից գամ, ես դեռ, այո, շատ հեռվից գամ, 95 թվականին եւ երբ դեռ առաջին հանրային հեռուստատեսություն էր, ես այնտեղ վարում էի շատ գեղեցիկ հաղորդաշար, երեկո էր կոչվում, որը իհարկե խոհանոցի հետ բոլորովին կապ չուներ, խոհանոցային չէր, բայց շատ գեղեցիկ էր։ Ինչ ես բացահայտում քո մասին, ես չգիտեի, դու վարել ես երեկոյան հաղորդում։ Այո, կես ժամանոց ծրագիր էր, ռեժիսորը ոչ, ձայնագրություն էր բնականաբար, ռեժիսորը Հրաչ Քեշյանն էր, շատ գեղեցիկ սցենարներ էր գրում եւ ես իհարկե հարցազրույցներ էինք ունենում նաեւ շատ հետաքրքիր հյուրեր եւ շատ հետաքրքիր ինֆորմացիա այն ժամանակների համար, շատ այսպես աշխարհի հետ կապ, այսինքն նորույթ էր, դրսի նորություններ, նորաձևություն կար, տիեզերքի մասին ինֆորմացիա։ Դու մենակ ես վարում։
ես մենակ էի վարում եւ շատ գեղեցիկ էր։ Ես դեռ մինչ այսօր ունեմ վիդեոկասետները, որոնք պահպանվել են այդ հաղորդումներից։ Մի խոսքով շատ հրաշալի էր, գեղեցիկ էր։ Հետո եկավ մի շրջան, երբ դա արդեն մեծ փորձ էր ինձ համար։ Ես իմիջիալոց մինչ հաղորդման մասին խոսելը ասեմ, որ մասնակցեցի հաղորդավարական, ուրեմն մրցույթի։ Երբ անցկացվեց այնտեղ եւ ես շատ պատվավոր մեր լեգենդար իհարկե հեռուստատեսային աշխատակիցները ինչու ոչ ինձ ընտրեցին այդ շարքերում, ես էլ եղա ու այդպես սկսվեց այդ ընթացքը, հաղորդավարական ընթացքը։ Հետո իհարկե արդեն եկանք դեպի ավելի։ Ես հասկացա, որ ընդհանրապես բարձ չի եղել քեզ համար։ Այո, մի փոքր փորձ ձեռք բերելուց հետո արդեն հասկացանք, որ կարելի է խոհանոցային էլի կարծում եմ ուշ սկսեցինք, բայց այնուամենայնիվ հասկացանք, որ խոհանոցում էլ կարելի է ինչ-որ բաներ, այո, եւ այսպես շարունակվեց։ Դե ընթացքը հետաքրքիր է եղել, շատ այսպես բուռն է եղել, բայց դե այսպես։ Դե թե 95 թվականին է ամեն ինչ սկսվել, ես վստահ եմ հիմա այս ամեն ինչը շատ հեշտ է քեզ համար։ Այո, դրա համար եւ երբեմն էլ շեղվում ենք, ինչու ոչ, բայց դե այսպես ստացվում է։ Իսկ հիմա մենք ունենանք կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես հրաշալի հյուր ունեմ մեր տաղավարում Լոս Անջելեսից շատ սպասված տաղանդավոր հայ երգչուհի, ով Հայաստանում լինում է հաճախ թեպետ, բայց իրեն միշտ կարոտում ենք եւ այսպես տաղավարում է Այդա Սարգսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ կրկին բարի վերադարձ հայրենիք, շատ ուրախ ենք ձեզ հայրենիքում տեսնել։ Ես շատ ուրախ եմ, որ հյուրընկալեցինք ինձ ձեր գեղեցիկ հաղորդաշարին։ Այնպես որ բոլորիս լավ, բարի տրամադրություն եւ լավ օր։ Ես գիտեմ, որ հաճախակի ստացվում է հայրենիք գալ, գնալ տարբեր առիթներով եւ այս անգամ առիթը համերգն է։ Այո։ Մի փոքր խոսենք այդ մասին։ Համերգը տեղի է ունենալու հունիսի 12-ին, ուսկա նշել Հին Անի Music Hall-ում։ Հին Անի Music Hall-ում կհնչեն բնականաբար հին սիրված երգեր եւ իհարկե կլինեն նոր երգեր, այո, երգի պրեմիերա։ Իսկ զուգերգեր, հյուրեր, բացառապես լինելու է մենահամերգ ձեր երեկոն։ Չէ, հյուրեր կլինեն, շնորհալի երիտասարդներ կան, ովքեր պարբերաբար ինձ ուղարկում էին իմ երգերից, որ ես լսեմ եւ գնահատեմ իրենց աշխատանքը։ Եվ ինչու՞ չէ այս առիթը չեմ ուզում բաց թողեմ եւ իրենց էլ տամ այդպիսի մի գեղեցիկ հնարավորություն եւ գեղեցկացնեն իմ համերգը իրենց հիասքանչ ձայնով եւ ասենք իմ երգից որոշ երգեր հնչեն դուետ տարբերակներով։ Ահա, հրաշալի է։ Եվ հետաքրքիր է Միացյալ Նահանգներում ինչով եք զբաղվում, ինչ գործունեություն եք ծավալում եւ այնտեղ ձեզ համար կյանքը ինչպես է ընթանում։ Կյանքը շատ բուռն է, ասենք կոպիտ այսպես ասեմ, 24 ժամը եթե վերցնես չի հերիքացնում, նամանավանդ եթե ունես երեխա, ընդհանրապես զբաղվածություն կրկնակի եռապատիկ ասենք լինում, որտեվ բացի իմ անձնական թե աշխատանք, թե գործունեություն, նաև գումարվում է արդեն երեխայի ծրագրերը, քանի որ ես եմ հիմնականում իրենով զբաղվում, դպրոց տանել, պարապմունքների, ակտիվիտիների եւ այլ, բայց համատեղում ենք ու հասցնում ենք, այսպես ասած։ Ես այնտեղ զուգահեռ երգի հետ զուգահեռ, որպեսզի իմ առավոտյան այդ ցերեկային ժամանակն էլ անիմաստ, ասենք, չվատնեմ, չծախսեմ, բժշկական քոլեջ ավարտեցի եւ այս պայդրությամբ նաեւ բժշկության մեջ եմ։ Իսկապես, իսկ հեշտ էր այնտեղ բժշկական քոլեջում սովորել ու միաժամանակ այդ ամեն ինչը համատեղել։ Դուք կարծես թե սիրում եք բարդություններ հաղթահարել։ Այո։ Ես այդպիսի խենթ տեսակ եմ։ Որովհետև ունենալ նման այսպես խիտ գրաֆիկ եւ մի հատ էլ նոր ուղղություն վերցնել եւ սովորել, ֆանտաստիկ է ուղղակի։ Այո, եւ չեմ ուզում սահմանափակվեմ, ուզում եմ ել ավելի այն կրթությունը, ինչ որ ես ստացա, մի քիչ ոնց որ այն
ցածր level-ից սկսեցի, այդ աստիճանից սկսեցի ու բարձրանամ։ Երբ որ նոր էի տեղափոխվել նահանգներ, ճիշտ ասած, անմիջապես հենց բարձր այդ աստիճանի այդ քոլեջը վերցրեցի, որ մի անգամից բժշկի օգնական, այսպես ասած, որտեղ բժշկի հասնելուն, գիտեք, երկար տարիներ իրենց դրա ժամանակը չունեի, բայց բժշկի օգնականն էլ այնտեղ համարյա թե բժշկին հավասար աշխատանք է տարվում, նույն աշխատանքն է տանում, կարելի ասել։ Իսկ ինչ մասնագիտացմամբ։ Ես ֆլաբաթմի, ասենք, երակից արուն եմ վերցնում, մնացած, ասենք, EKG կարդիոգրամա եմ անում, մի խոսքով հիվանդներից ընդունում եմ գեղեցիկ, շփիտով եւ այլը, ու շատեր ասում են, ինքան մի հատ դերասանու եք նոք, այն երջուն է, ասում ես եմ, վայ, մենակ չասեք երկելը թողել եք, ասում եմ, չէ։ Եվ հետաքրքիր է այդ ամենը ձեզ շատ դուր է գալիս, նույնքան որքան երգը, թե ինքը այսպես միևնույն է երգին մի քիչ զիջում է։ Բնականաբար տարբեր բաներ են։ Նայեք, ես մանկուց միշտ երազում էի դառնալ բժշկուհի։ Որտեվ մամայիս պապիկը հայտնի բժիշկ է եղել եւ ասենք փոքրուց էլ ասենք ես ինչ հիշում եմ, ասենք սատկած կենթանի էի տեսնում, թռչուն կաման, ես փորձում էի վիրահատեի իրեն բուժեի, չգիտեմ, այդպիսի տիկնիկներս էի, չգիտեմ, վիրահատություններ էի անում, բայց խնդիրներ եղավ հանգամանքների բերումով, պետք է մեկնեի Ռուսաստան, ասենք, ավշուտ Տաջիկստան, քերուս մոտ այնտեղ ընդում, մի խոսքով ընտանեկան բա ինչպես թե աղջիկը գնա երկար տարիներ, հետո նաև ես լողորթել եմ, պրոֆեսիոնալ լողորթ եմ, վարպետի թեկնածուի կոչում ունեմ, որոշեցի սպորտի գծով բժշկուհի դառնալ։ Գործերս հանձնեցի ֆիզկուլտ ինստիտուտ, լրիվ քննությունները գերազանց հանձնել էի, մնացել էր ընդամենը մի քննություն, իմ մասնագիտական 100 մետր լողը պիտի հանձնեի, օրը խառնել էի։ Եվ այդպես չընդունվեցի ու որ ասում եմ ճակատագիրը ինչքան էլ փորձես շրջանցես, միևնույն է պիտի այդտեղ գնաս։ Հետո դրանից հետո հնարավոր արդեն սենց ինչ որ ճյուղերի։ Եվ արդեն ընդունվեցի, ինձ նկատեցին, ընդունվեցի թատերական, հետո Ռոբերտ Ամիրխանյան այնտեղ լսեց, գնացի երաժշտական ջազային քոլեջ, մի խոսքով, այս սենց բուրըն, բայց այդ ցանկությունը մեջս կար ու երբ որ տեղափոխվեցի, ասի ինչու ոչ։ Կարելի է նաև այդ չիրականացած երազանքը թեկուզ փոքր տարբերակով իրականացնել։ Բայց դուք գոհ եք, այսինքն եթե այս ճանապարհը նորից անցնելու լինեիք, նույն կերպ կանցնեիք, թե օրինակ լողի օրը չէիք խառնի։ Հա, հաստատ։ Չէիք խառնի։ Չէի խառնի։ Շատ լավ, գանք երկարվեստ, որովհետև մեր հեռուստատողը վստահ եմ, որ ձեզ շատ կարոտել է գործունեության մեջ նաև, եւ մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ երգեր կան, որ նոր շունչ են ստանում եւ ասես թե երկրորդ կյանք են ապրում, այդպես Յուրի Շատունովի երգերն են, Մելադիայի երգերն են եւ ձեր կռունկները, որ չգիտեմ ինչ ուժով կրկնակի կյանք է ստացել եւ նորից շատ ակտուալ է, համացանցում շատ ակտիվ պտտվում էր եւ այլն, դուք կսպասեիք կամ կմտածեիք, որ հենց այդ երգը տարիներ անց կրկին երկրորդ կյանք կունենա եւ կրկին հիթ կլինի։ Ես ասեմ, երգը ձայնագրել եմ 2006 թվականին։ Այս տարի կլինի 20 տարի։ Ահա, եւ ասեմ հենց ինձ մոտ օրինակ Լորկետ շարաններից հետո երբ որ այդ երգը ինձ առաջարկեցին, ես մտավախություն ունեցա։ Մտածեցի, կսկսեն քննադատել ինչ ժանրա վերցրել, ասենք այդ ազգային շարքերից հետո, չնայած ես բազմաժանր երգչու եմ, ջազային մի խոսքով ամեն ինչ երգում եմ, բայց արդեն որ բռնել էի ազգային այդ երգերի այդ շարքը, դրանից հետո ասում էի, սա ասեն, ես ինչ ժանրա վերցրես, ինչա երգում ես, ինչ ելևեջներ եւ այլը, բայց արիուտես ու շատ տնեց հետաքրիր հենց այդ օրվանից երգը ոնց որ մտավ ժողովրդի մեջ ու Երևակայի անկում էլ չապրեց, դադարել չեղավ, որտեղ լինում է այդ երգը հնչում էր, թեկուզ արդեն ինչքան տարիներ, ասենք արդեն հեսա 9-րդ տարին կլինի, որ ես արդեն 9-րդ տարվա մեջ եմ, որ տեղափոխվել եմ,
իմ ցանկացած ելույթների ժամանակ, երբ որ այդ երգը ես երգում էի, բոլորը անգիր ինձ հետ, ասենք, այդ նույն տեմպով, նույն եռանդով երգում էին։ Շատ ինձ համար ոգևորիչ էր, երբ որ, ասենք, նայեք, 2006 թվական, հիմա այս արդեն, ասենք չէ, 20 տարի, որ արդեն այս ներկայիս սերունդը ընկալեց ու սկսեց այսենց մասսայականացնել ավելի մեծ մասշտաբով ինքը գնաց։ Իսկ ինձ հետաքրքիր է Միացյալ Նահանգներում երգում եք երգը, շատ է պահանջարկը հենց կռունկների։ Էդ եմ ասում, ցանկացած միջոցառման ժամանակ ես միշտ այդ վերջի համարը պահում եմ կռունկները, այո, այդ ազգային շունչը տալիս եմ մեր ֆոլք երաժշտություն եւ այլ, հենց վերջում կռունկները մի հատ ուրիշ բան է փոխվում։ Բայց կարծում եմ Լորկեն, եթե հավասարաչափ չէ, շատ քիչ է երևի զիջում, չէ, կռունկների հայտնիությանը եւ պահանջարկին, որովհետեւ ձեզ Լորկեով շատ ճանաչողներ կան։ Այո, միանշանակ, նայեք, միջև Լորկեն ես էլի արել էի աշխատանքներ, իմ առաջի տեսահոլովակ, առաջի եղավ Մարտիկի երգը, Սիրո գնչու եւ առաջի 6-8 երաժշտություն, ռիթմի երաժշտություն, երազների երգը, որ բոլորը տեսահոլովակների տարբերակով ներկայացրեցինք, արդեն ինձ ընկալեցին այդ երգերով, հատկապես Մարտիկի երգը շատ գեղեցիկ, այսպես էմոցիոնալ նկարահանված էր։ Հետո եղավ որոշ դադար, որտեղ այդ ժամանակ էլ ես էլի հրավերք ստացա նահանգներից, ու հենց այդ աշխատանքները ես արեցի այնտեղ առաջի ձայնասկավառակ, Լորկե, Շիրխանի եւ այլը։ Այստեղ էլ ասեմ, որ բացարձակ մտքով ես չէր անցնում, որ Լորկեն ինքը կհաղթի այդ իմ արած երգերից, որտեղ բավականին ուրիշ էլի շատ երգեր ունեի, որ էլի միջև օրս բոլոր երգիչները այսօր վերցնում են պապուրիներ են սարքում եւ ընդգրկում են իմ այդ երգերը։ Ուղղվածությունս այդ մյուս երգերի վրա էր, բայց այդ որ եղավ համերգ, հրավերք եղավ, ես մասնակցեցի, հենց երգեցի Լորկե, մեկ էլ տեսեմ մեծից փոքր այսպես որ բանը, մի հատ այսպես ոգևորվածություն, ասի չէ, ես ուրեմն պիտի շարունակվի։ Ու դրանից հետո արդեն ծնվեցին Շիրխանին, Օրորը, նաև արդեն ավանդական այդ մեր ծեսի այդ պատմությունները։ Շարքը գնաց։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքով, կունենաք նոր երգ, որը այնքան հիթ կդառնա, որ կռունկներին եւ Լորկեին կհաղթի, թե սրանք կլինեն ձեր երգացանկի այն ամենաբումային կատարումները, երգերը։ Հիմա այդ դրա թեմայով էլ անդրադառնամ, ինչի է пассивությունը իմ մոտ։ Նայեք, չեմ ասի, որ երգեր չեն ուղարկում, տեսակ, քանակ, ասենք, տարբեր քանակի երգեր են ուղարկում։ Բայց քանի որ ժամանակին անում ես աշխատանք, իրանք մնայուն են դառնում ու ասենք երկար տարիների կյանք ունեն, ու այսօր ուղակի քանակ ինչ որ ուղակի անես, ավելավա ընդհանրապես ոչ մի բան չանես։ Դրանով էլ է պայմանավորված իմ пассивությունը։ Բայց հուսամ, որ կգտնվեն այդ երգերը, որ իհարկե չեն զիջի ու նույն Այդա Սարգսյանը իր այդ եռանդով, իր ամեն ինչով կհանձնի դատին հանրությանը։ Մենք կսպասենք անհամբեր, ցավոք մեր ժամանակը սպառվում է, ես ուզում եմ ձեզ նվիրել մեր գործընկերոջ Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող սպիտակ սափոր գինին, որը լավագույն առիթների ընկեր կարող է լինել ձեզ համար։ Շնորհակալ եմ շատ։ Եվ մեծ հաջողություններ եմ մաղթում ու լավ օրեր հայրենիքում, այսպես հիշվող, որպեսզի շատ մեծ ջերմություն եւ սեր տանեք եւ Միացյալ Նահանգների այդ սառը իրականության մեջ կարողանաք այդ սիրո եւ ջերմության չափաբաժնով այսպես ապրել։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր շնորհակալություն, հիշեցնեմ եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, Այդա Սարգսյանին եթե շատ եք կարոտել, հունիսի 12-ին կանալու է իր համերգը, անպայման բաց մի թողեք, որովհետեւ երկչույն հայրենիքում հաճախ չի կարողանում համերգներ ունենալ։ Դե իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ, մեր շատ սիրելի հեռուստադիտողին, սիրելիներս, ահա պատրաստ է մեր գեղեցիկ տերամիսուի տարբերակը, ես արդեն ուզում եմ մատուցել այն։ Ահա այս գեղեցիկ ափսեի մեջ շարեցի գնդիկները, այստեղ արդեն լավ հարիչով հարել եմ մեր սերուցքը, որը հարեցի շաքարի փոշիով, ահա կողքին տեղադրենք սերուցքը։ Ինչպես հիշում եք, ես ասացի, որ կարելի է այստեղ ձևավորման համար նաև հատապտուղներ օգտագործել։
ցանկության դեպքում ուրեմն օգտագործեք նաև հատապտուղներ։ Իհարկե, այստեղ մանրացրել եմ շոկոլադ, որը շատ գեղեցիկ եւ համահունչ կլինի մեր օրվա բաղադրատոմսի հետ։ Սա ամբողջական տարբերակը եւ մեկ գավաթի մեջ փորձենք անհատական մոտեցում ցույց տալ եւ այսպես մատուցել մեր գեղեցիկ տերամիսուն, շատ համեղ, օգտակար, վիտամիններով հարուստ։ Սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք այս ընթացքում, հասկացաք, թե սա ինչ բաղադրատոմս է, ինչ տարբերակով պատրաստվեց եւ հուսով եմ, որ այն անպայման դուք էլ կփորձեք։ Ահա, եւս մի քանի կտոր շոկոլադ ավելացնենք այսպես։ Ահա, ճոխ լինի, համեղ լինի, այսպես։ Այսպիսի գեղեցիկ համեղ օգտակար տարբերակներ։ Սիրելիներս, դուք էլ պատրաստեք, վայելեք, ճաշակեք եւ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Ադրինե, շնորհակալություն, շատ գեղեցիկ է եւ վստահ եմ նաեւ շատ համեղ, դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, առավոտը սկսեք անպայման նախաճաշով եւ ձեզ համար առանձնացնեք Էլոլա ապրանքանիշի անարատ կաթից պատրաստված կատնամթերքը, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականին, որը առաջարկում է հենց այս ընկերությունը։ Եվ իհարկե, երեկոն էլ, քանի որ այսօր ուրբաթ է, կարող եք անցկացնել ձեր շատ սիրելի մարդկանց, ընկերների հետ եւ այս դեպքում էլ առանձնացնել Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող անմահական գինիները, որոնք վաղուց հայտնի են Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Դե իսկ լավագույն էմոցիաները կարելի է փոխանցել Beauty Fabric-ում, կարող եք գտնել իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով, քանի որ այնտեղ պրոֆեսիոնալ մասնագետներ են աշխատում եւ իրենք իսկապես ձեր յուրաքանչյուր օրը մեծ տոնի կվերածեն։ Դե իսկ արևոք բացիկների միջոցով էլ կփոխանցեք էմոցիաներ ձեր սիրելի մարդկանց։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ծանոթացեք ամբողջ նոր տեսականուն ու վստահ եմ ձեր շատ թիթիզ լուքերը կգտնեք հենց այս շատ էսթետ խանութսրահում։ Դե իսկ այսօրվա առավոտը այսպիսին էր, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն եւս մեկ անգամ, որ առավոտը նախընտրեցիք անցկացնել մեզ հետ եւ աշխատանքային շաբաթվա առավոտները ամփոփեցինք այսօր միասին։ Ես ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, էներգիա հավաքեք եւ այսպես շատ սեր տվեք եւ շատ սեր ստացեք, որպեսզի հաջորդ աշխատանքային շաբաթվան շատ պատրաստ լինեք։ Իսկ հաջորդ աշխատանքային շաբաթը կհանդիպենք արդեն ամառվա եղանակին եւ շատ հուսով եմ, որպեսզի արևը կշողա բոլորիս համար։ Ես ձեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն եւ վերջում այս ամենը պատրաստված էր սիրով։